Ուղղակի բառացի ներողություն եմ խնդրում Նիկոլ Փաշինյանի խոսքերն եմ ուզում այ կալուգացի պետությունը կոկորտիք է մնալու խրխրալու ես երազելու ես փախչելու մասին կալուգացի Սամուին Գագուին Ռոբին ոտի տակ ընկնող սերին ասում եմ սպառնում եմ կզացնելու եմ սա Նիկոլ Փաշինյանի խոսքերն են ներողություն եմ խնդրում եւս մեկ անգամ որ հնչեցնում եմ ինչ է հակակալում այս հայտարարություններից հետո բանկային Պարոն Կարապետյան, ռուսական թե ինսայդեր պարբերական պատասխանեմ պատասխանեք հետո Թող մեր ժողովուրդը հետևություն անի փողոցում վազվզում է խելագար թող հետևություն անեն ամսի 7-ին հասկանան ում են ձայները տալիս այ դուք տեսակ ինչ պատասխանեմ Պարոն Կարապետյան, ռուսական The Insider պարբերականը հրապարակում է կատարել այն մասին, որ երբ 1999 թվականին դուք ցանկացել եք Ռուսաստանի Դաշնության անձնագիր ստանալ, այդ ժամանակ ձեր անձնագրային գործում նշում է եղել որպես աշխատանքի վայր FSB-ի տեղեկատվական կենտրոնը։ Ինչպես եք նաև գցել են փաստաթուղթ համապատասխան։ Ինչպես եք մեկնաբանում այս հրապարակումը։ Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է, դրա համար Տեսել եք հրապարակում այսինքն։ Դե իհարկե չէ։ Ես կարող եմ, այսինքն, ինչ, լավ, Նիկոլ, դուք կապ չեք ունեցել FSB-ի հետ։ Ինչ։ Չէ, այդպես ես դες լուրջ հարց եմ տալիս եւ քաղաքական հայտը ներկայացրած։ Այդպես հարցեր տալուց գոնե մի ասեք լուրջ հարց եմ տալիս։ Մի վարքյան հրապարակում է եղել հստակ եւ փաստաթղթով, եթե ցանկանում եք ես դες ցույց կտամ FSB-ի նշումը եւ ես դες մեկնաբանությունը դրել եմ արդեն շանտեր, համապատասխան FSB-ի նշում։ Քնար ջան, թույլ կտաս ավարտել։ FSB-ի նշումը հստակ կա։ Հիմա ես ձեզ ասում եմ մեկնաբանեք հստակ փաստաթղթով անձնագրային գործով նշված է։ Ինձ թվում է դուք ավելի լավ մեկնաբանեք։ Ես 99 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 93-4 թվականներին, դրա համար կարող է FSB-ի հետ կապ չեք ունեցել, հստակ հարց եմ տալիս։ Պարոն Կարապետյան համատարած Ինչ եք անելու։ Եթե մեր երկրում կապ ունի, միայն Նիկոլ Փաշինյան ունի, ուրիշ մարդ Ձեզ համարակավորող տեղեկությունը հրապարակվել, ինչ եք անելու, եթե օրինակ այս տեղեկությունը սխալ է, ինչ քայլեր եք ձեռնարկելու շանտեղ մի դրեք, դրանց էլ ինչ ավել բան։ Այսինքն հիմա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության չեմ կարող, եթե այսպես հրապարակում կա, չեմ կարող շանտեղ չդնել։ Եվ քաղաքացիները համատարած բոլորին տանում են ներկայացրած անձ եք։ Հետևաբար չեք կարող շանտեղ չդնել այն հրապարակումը, որում ձեզ մեղադրում են FSB-ի աշխատակից լինել։ Դուք Խանդարին, բարև ձեզ պարոն Կարապետյան, աշխատակից արդեն FSB-ի եֆրեյտոր Փաշինյանն ամենակ։ Համատարած կանոնավորների հետ Ես ասում եմ, ես գաղտնիք եմ ասում։ Դուք էլ իրան գնացեք հարցրեք։ Շուտով ստանալու է սերժանտ։ Ինքը Բարսանն է պաշտպանում։ Համատարած ձերբակալությունների մասին վաղ առավոտվանից ներկայացրեք։ Դուք ապացուցներ ու Ես ներկայացրեցի անձնագրային Ես ձեզ ասեցի։ Ես էլ եմ համատարած ձերբակալությունների կապված Դրան է շանտեղ մի դրեք։ Պարոն Կարապետյան, բայց հնարավոր է, որ այս իրավիճակը ինքան հասնի այն անգրվանին, որ ըստ ձեր քաղաքական թեմին ցույց տան ունիսիոթի ընտրությունների մասնակցել։ Ընտրակերտիկներով, ընտրակաշառքով համատարած ստանում են։ Շատ լավ կարծիք ունեք մեր ժողովրդի մասին։ Մեր ժողովուրդը իր խոսքը կասի, դուք էլ տեսնեք։ Համատարած ինչ ուզում անեն։ Իրենք ուրիշ ոչինչ անելու հնարավորություն չունեն։ Մնացել է մեկ բան, փողոցներում վազվզեն, գորգռան, ղժղժան, մյուսն էլ ձերբակալ են մարդկանց, անտեղի տեղը, ինչ ասեմ ես։ Ուրիշ ինչ ասի, գործ տվող մարդը, ուրիշ ինչ պետք է անի, գործեր են տալիս, գործեր են կարում մարդկանց վրա, տալիս ձերբակալում, ինչ ասի։ Մասախիստներ են սրան։ Զանազություններ կան, պարոն Կարապետյան, հստակ զանազությունները հակակորությունների մասին խոսել ենք, ապացույցներով զայնագրությունները ներկայացում են, Զայնագրություններ կան, բայց ոչ ապացույցներով։ Ոչինչ չի ապացուցել։ Հենց ապացուցեցին, իրենք շատ ուրախությամբ դատեն մարդկանց, հələ ոչ մի բան չեն արել, ոչ մի մարդ կալանավորված են անտեղի տեղը։
Վերջում դուք տեսնեք ինչ եղավ իրեն զայնագրությունների հետ։ Այսօր հայտնությունում օրինակ ասում էր, որ լավ են անում, մոտավորապես լավ են անում, թողնից բաժանում դա ինչպես մեկնաբան։ Դուք պատկերացնում եք մարդ, որ ամեն օր տեսնելով, որ նույն հոդվածով մարդկան ձերբակալում են տասնյակ մարդկանց, ինքն էլ լավ ասավ, լավ են անում, փող են բաժանում։ Ինչի է դա նման։ Եթե լավ են անում, то գնան նստեն, ինչ ասեմ։ Մենք լավ անելու թույլ տվություն ոչ մեկի չենք տնում, մենք ոչ մեկի կաշառք չենք բաժանում, կաշառք երկրում բաժանում է միայն իշխանությունը, այն էլ ոչ իրենց գրպանից, այլ պետական բյուջեից, ինչը ավելի մեծ հանցագործություն։ Ձեր նկատմամբ դատական հայց է ներկայացրել արդեն Փաշինյանը։ Ներկայացնելա շատ մեծ ուրախությամբ դատվենք, դուք էլ կնայեք։ Խոս մտի։